Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 12։ Եվ Իսրայելն ապահովությամբ առանձին կբնակվի, Հակոբի աղբյուրը առանձին ցորենի և գինիի երկրումը, և նրա երկնքիցը ցող կգաթի։ Երկրորդ Օրինաց 33-րդ գլուխ 28-րդ խոսք։ Որքան հաճախ մենք ուսանանք, այնքան ավելի ապահով կլինենք։ Աստված ցանկանում է, որ իր ժողովուրդը զատվի մեղավորներից։ Նա կոչ է անում նրանց դուրս գալ նրանց միջից։ Քրիստոնեական աշխարհը մի հրեշավոր բան է, որի մասին Սուրբ գրքում ոչ մի տեղ չի խոսվում։ Աշխարհիկ քրիստոնյան հոգևորապես հիվանդ է, և նրանք, ովքեր փոխզիջման են գնում Քրիստոսի թշնամիների հետ, կարող են համարվել որպես նրանց ցեղակիցներ։ Մեր անվտանգությունը թշնամու հետ հաշտություն կնքելու մեջ չէ, այլ մեր լավագույն ընկերոջ հետ մեկուսացված ապրելու մեջ։ Եթե մենք դա անենք, կապրենք անվտանգ, չնայելով այս աշխարհի հեգնանքին, զրպարտությանը և ծաղրին։ Մենք անվտանգ կլինենք նրա անհավատության, հպարտության, ունայնության և անմաքրության ապականիչ ազդեցությունից։ Աստված նաև մեզ անվտանգ կդարձնի այն օրը, երբ ազգերի մեղքը կդրսևորվի պատերազմների և սովի մեջ։ Տերը Աբրահամին դուրս բերեց Քաղդեացիների Ուր քաղաքից, և նա ճանապարհի կեսին կանգ առավ։ Նա օրհնություն չունեցավ, մինչև որ ճանապարհ չընկավ դեպի Քանան և իսկապես հասավ Քանանի երկիր։ Նա ապահով էր նույնիսկ թշնամիների մեջ, երբ միայնակ էր, բայց Ղովտը ապահով չէր Սոդոմում, թեև շրջապատված էր իր ընկերներով։ Սիրելիներ, մեր ապահովությունը Աստծո հետ մեկուսացված բնակվելու մեջ է։